Վայ էս դեռահասները։ Հիմա մտածում եք, հա, ինձ հասկանում եք, բայց հասկանում են մենակ նրանք, ով որ 2 դեռահաս ունի միաժամանակ տանը։ Մեկը հիմա 14 տարեկան է, մյուսը 10։ Ասեմ ձեզ, երբ որ առաջինս դեռահաս դառավ ու սկսվեցին ինչ որ բաներ, թեթև։ Ես մտածում եի, որ ես հիմա գիտեմ, թե ինչ նշանակում դեռահասի մամա լինելը, բայց երբ որ երկրորդից դեռահասությունը սկսվեց, ես հասկացա, որ ես ոչ մի բան էլ չգիտեի դրա մասին։ Ու ես երկուսին էլ բացարձակ չեմ հասկանում։ Մեր վլոգերից հետո ինչ որ մարդիկ սկսում են ինձ հարցեր տալ տարբեր բաների մասին։ Հիմա օրինակ միգուցե այս վլոգից հետո դուք կմտածեք, թե ես լիքը բան գիտեմ դեռահասների մասին ու կարամ ձեր հարցերին շատ հանգիստ պատասխանեմ։ Կփորձեմ իհարկե ձեր հետ միասին մտածել, թե մենք ինչ կարող ենք անել այս դեռահասների հետ, բայց իրականում դեռահասի հետ ամեն օրը անակնկալ է։ Ամեն օր իրանք կարան տարբեր լինեն ու ցավոք սրտի տարբեր վատ առումով, ոչ թե լավ։ Քեզ թվում է, թե այսօր սենց վատ օր էր, վաղը ավելի լավ կլինի, չէ, վաղը կարա ավելի վատ լինի։ Երբ որ մեծս դեռահասությունը սկսեց, իրականում շատ մեծ փոփոխություններ չեղան իր հետ։ Հիմա 14-ում եմ ես ավելի շատ տեսնում ահա որ թամբալ դեռահաս, ով որ ոչ մի բան չի ուզում անի ընդհանրապես, ու այդ նենց չի, որ հեռախոսի խնդիրն է։ Հեռախոս միշտ ունեցել ենք, չափավոր եւ այլն, բայց հիմա ինքը ապրում է հեռախոսով ուղակի։ Ամբողջ օրը ապրում է շփումներով։ Ասեմ ձեզ, վատ վիդեոներ չենք նայում, չգիտեմ ինչեր չենք նայում, խաղ չենք խաղում, չաթ ենք անում ամբողջ օրը։ Ամբողջ օրը շփվում ենք ընկերների հետ։ Ու եթե ես իրա կողքը կանգնած չեմ կամ հեռախոսը ուղակի ձեռից չեմ վերցնում ու պահում, ուրեմն համոզված եմ, որ ցանկացած պահի, երբ որ ես զանգեմ, ինքը միանգամից պատասխանելու է, որտեղ հեռախոսը իր ձեռն է։ Ինչի մասին է խոսում, չգիտեմ։ Իհարկե հարգում ենք անձնական սահմանները դեռահասի ու չենք փորձում ոչ կողքից լսել, ոչ բացել չաթերը կարդալ, ոչ մի բան։ Մենակ տեսնում ենք, որ մարդը ամբողջ օրը շփվում է։ Մյուս դեռահասս լրիվ ուրիշ պատմություն է։ Կարա վարկյանում ուղակի սկսի նենց լացել, որ կողքից տեսնողի մոտ տպավորություն լինի, ոնց որ իր կյանքի ահավոր դժբախտությունն է հենց նոր իր այդտեղ է։ Ու կարա 3 րոպե հետո ծիծաղա, եւս մի րոպե հետո նորից լացի։ Հիմա որ ես 2 դեռահաս ունեմ տանը, շատ ավելի լավ եմ հասկանում ու տեսնում կարիքը իրանց հետ խոսալ սովորելու։ Ոչ թե հիմա սովորելու, այլ իրականում շատ բախտավոր եմ, որ մենք կարողանում ենք խոսել։ Ամբողջությամբ չէ, ամեն ինչի մասին չէ։ Կարող է ինչ-որ մի բանի համար այսօր լացենք, նեղված լինենք, մի քանի օր հետո նոր այդ խոսակցությունը կայանա, բայց գոնե ուրախ եմ նրա համար, որ ինչ-որ խոսակցություն մեր մեջ ստեղծվել էր մինչև իրանց դեռահաս դառնալը, որտեվ հակառակ դեպքում թվում է թե երեխան դժբախտ է, թվում է թե ինչ-որ խնդիրներ ունի ու եթե չխոսաս, դու էլ իրանց նման կարող է սկսես դեռահասություն ապրել, որովհետև երբ որ ամբողջ օրը տեսնում ես տենց երեխեք ու չես հասկանում, թե իրանց հետ ինչ է կատարվում, այդ շատ տխուր ու վախենալու է։ Ժամանակին, երբ որ մենք էինք դեռահաս, գոնե գիտեինք, որ դեռահասությունը սկսվում է մոտավորապես 11-12 տարեկանից, իհարկե գիտեինք, որ սեռական հասունացումը սկսվում է 8-ից ու կարա նաև դեռահասությունն էլ հատկապես հոգեբանական դրսևորումները, փոփոխությունները լինեն այդ տարիքից։ Բայց հիմա անգամ այդ հարցում մենք ոչ մի հստակություն չունենք, որովհետև չգիտես այդ երբ կսկսվի, հա։ Օրինակ, չգիտեմ, Աստղիկի երեխու մոտ 8 տարեկանում է սկսվել դեռահասության ինչ որ դրսևորումներ։ Իմ մեծի մոտ երևի ես կարամ ասեմ նոր 13 տարեկանից հիմա եմ ավելի շատ տեսնում։ Երկրորդից մոտ օրինակ 10 նոր ու արդեն իր մոտ ու շատ միանգամից արտահայտված։ Իրականում այս շատ դժվար է իրոք լինել դեռահաս երեխայի մամա։ Ես կարամ դեռահաս աղջկա մամա ասեմ, ուրիշ փորձառություն չունեմ։ Դժվար է, որովհետև նախ չգիտես ոնց պատրաստվես, չգիտես որ պահին կսկսվի ու ոնց կարտահայտվի այդ։ Հա, կարաք շատ տարբեր բաներ կարդաք ու մոտավորապես իմանաք, բայց երբևիցե չեք գուշակելու, թե ձեր երեխու մոտ ինչ ու ոնց կարա լինի։ Դեռահասության մասին գիտենք իրանց համար ինչն է, հա, կարևոր դառնում։ Կարևոր են միանշանակ հասակակիցները։ Մեծերը կորցնում են հիմնականում օրինակ իրանց կարևորությունը, հեղինակությունը, շատ ավելի իրանց հասակակիցների կարծիքը իրանց համար շատ ավելի կարևոր է դառնում։ Բայց անգամ այս ինֆորմացիան, որ շատ տարբեր գրականությունների մեջ կարդում ես ու թվում է թե բոլորին պետքա վերաբերվի, օրինակ իմ երկրորդ աղջկա պարագայում ընդհանրապես ես չեմ տեսնում։ Տեսնում եմ մեծի պարագայում, այսինքն անգամ ստեղ որ թվում է թե մի բան գոնե գիտեինք իրանց մասին, հիմա էդ էլ չգիտենք։
Հա, իհարկե ֆիզիկական փոփոխություններից է, նաև հորմոններից է, որ իրանք կարան մի րոպեմ լացեն, հետո ծիծաղան, հետո գորան, հետո նորից լացեն, բայց այդ ամեն ինչը դու ոնց կուշակես, ոնց իմանաս, որ մի հորմոնը այդ պահին ինչ ձևով կարտահայտվի ու կակտիվանա։ Քեզ թվում է, թե մինչև այդ տարիքը դու քո երեխուն շատ լավ ճանաչում էիր ու ընդհանրապես իրեն ճանաչելով, իմանալով, որ ինքը օրինակ, չգիտեմ, մի քիչ ավելի վախկոտ է, մի քիչ ավելի կաշկանդված է եւ այլն, կյանքում չես պատկերացնի, որ մի օր ուղղակի ինքը կարա ինչ-որ մի բանից նեղվի, դուռը բացի ու դուրս գնա։ Ու դու մի քանի րոպե հետո տեսնես, որ քո երեխան չկա ու չգիտես ինքը ուր է։ Ու իհարկե ինքը հետո որ վերադառնա կամ դու իրան վերջապես գտնես հետ, բերես փողոցի մի հատ լրիվ ինչ-որ անհասկանալի հատվածից, ինքը քեզ չի էլ բացատրելու, թե այդ պահին ինչ եղավ, իր այդ ինչ կատարվեց, գլխում ինչ կատարվեց, որ ինքը ուղղակի դուրս եկավ գնաց։ Ուր մնացին իր վախերը, հանկարծ ինքը խիզախ դառավ, սաղ կյանք հետո խիզախ ամնալու, թե այդ ընդհանրապես պահի ազդեցության տակ էր։ Մի անգամ ես իմ աղջիկների հետ որոշեցի, որ մենք պետք է ունենանք գաղտնի խորհրդակցությունների ժամ։ Իրական այդ ստացվում է բավականին հազվադեպ, որովհետև փոքրը միշտ խանգարում է ու փոքրը միշտ ավելի շատ կարիքներ ունի, բայց երբ որ ստացվում է, մենք երեքով փակվում ենք սենյակներից ինչ-որ մեկում ու կարանք խոսանք տարբեր բաների մասին։ Այս շատ կարևոր փորձառություն էր, որովհետև այդ միջադեպը, որից սկսվել էր, շատ կարևոր էր։ Միջադեպը եղել էր աղջկաս դասընկերներից մեկի հետ ու այդ շատ լավ հնարավորություն տվեց մեզ նստել եւ բավական բացասական երևույթների մասին խոսել, որոնք այսօր շատ տարածված են մեր հասարակության մեջ, ու դրանից հետո որոշեցինք սովորություն դարձնել։ Ու քանի որ իհարկե անընդհատ միջադեպեր պետք չի որ լինի վատ, որpիսի մենք կարողանանք խոսել, որոշեցինք թեմաներ առանձնացնենք, հա, օրինակ, չգիտեմ, հանդիպումներից մեկի ժամանակ խոսացել ենք կնոջ սեռական օրգանների մասին, տղամարդու սեռական օրգանների մասին, բուլինգի մասին, մեր երազանքներով ենք կիսվում իրար հետ, մեր մտքերով, անհանգստություններով, մի քիչ պատմում ենք, թե ով ում եւ ոնց ենք զգացել, որ սիրահարված է հիմա դասարանում։ Ինչի է այս կարևոր, որովհետեւ առօրյա կյանքում շատ հաճախ ուղղակի ժամանակ չունես հանգիստ նստելու, կենտրոնանալու երեխու ասածի վրա, դու մտածես ինչ ես ուզում ասես, հա, կոնկրետ իրանց ինֆորմացիա տալու, հույզեր կիսելու, խոսալու համար։ Ինչ որ մի բանին ուղակի անուն տալով, պայմանավորվելով, հա, ինքը ինչ որ ծիսական նշանակություն սկսեց ունենալ մեր կյանքում։ Իրականում մեծ աղջկա սպարագայում այս շատ օգնեց մեզ, որովհետև մենք հիմա էլ, երբ որ ինքը շատ նեղված է, հա, եթե ես ուղակի զգում եմ, որ ինքը ինչ որ էմոցիոնալ վիճակում է, որի մասին պետք է խոսել, ես իրան կարողանում եմ խոսացնել։ Մի քիչ փոքրի հետ դեռ չի աշխատում, այսինքն երկրորդ դեռահասիս հետ, բայց կամաց համոզված եմ, որ իր հետ էլ կգտնենք լեզու։ Ամեն դեպքում շատ օգնում է, եթե դու քո երեխուն ճանաչում ես։ Գիտես իր հույզերը, գիտես ինքը ինչ է սիրում, ինչ տխրություններ, ինչ վախեր, ինչ անհանգստություններ ունի։ Գիտես իր հատկանիշները, հա, այսինքն ինքը օրինակ, եթե ինչ որ իրան անհանգստացնող բան կա, ինչքան ժամանակի կարիք ունի ինքը, որ դրա մասին կարողանա խոսալ։ Ես օրինակ հիմա գիտեմ, որ երկրորդը, եթե շատ նեղված է, ավելի լավ է այդ պահին իրան ձեռ չտանք։ Կարող է անգամ 1, 2, 3 օր անցնի, հետո անդրադառնանք ու ինքը այդ ժամանակ ի վիճակի լինի ամեն ինչ պատմելու։ Ծնող լինելու համար ամենակարևոր բաներից մեկը, որ ես իմ մտքում ունեմ, այդ որ երբեք ուշ չի։ Եթե, չգիտեմ, արդեն ձեր երեխան 14-15 տարեկան է ու ինչ որ մի բան եք նկատում, անհանգստանում եք ու այդ պահին եք ուզում սկսել վերջապես իր հետ խոսալ, սկսեք։ Երբեք ուշ չի երեխայի հետ հարաբերությունները վերականգնելու, շտկելու, փոխելու, որովհետև իրականում իրանք շատ ավելի մեզանից ճկուն են։ Անկամ այս իմ նկարագրած դեռահասները միևնույնն է երեխա են։ Այդ մեր մտքում պահում ենք։ Դեռահասի հետ հարաբերություններում պետք է հիշել, որ դուք պայքարի մեջ չեք իր հետ։ Դուք չեք կարող ուղղակի պայքարի մեջ լինեք, որովհետև շատ հաճախ կարող է դուք պարտվեք։ Ու այս պարագայում իրականում պետք է մենք մի քիչ ավելի զիջումների պատրաստ լինենք, հա, ենթադրենք, եթե ինքը հիմա ատելություն է ցույց տալի ձեր նկատմամբ։ Լավ, ոչինչ, դա էլ է կարևոր հույս, որը ինքը սովորում է զգալ, արտահայտել միգուցեև թեկուզ ձեր նկատմամբ։ Կամ օրինակ չգիտեմ, բացարձակ ականջները փակվել են ու ինքը ձեր ոչ մի ասածը չի լսում։ Մեկը դուք իր կողքն եք։ Այս ամենակարևոր բանն է, որ պետք է երեխան միշտ համոզված լինի, ու դուք է պետք է իրականում համոզված լինեք։ Կողքն եք ոչ թե ֆիզիկապես, այլ այն պահին, երբ որ ինքը պատրաստ կլինի, դուք այդտեղ կլինեք, որ իրան լսեք կամ խոսակ իր հետ։ Այն պահին, եթե ինքը սխալ բան կանի ու կգա արդեն ինչ-որ մի սխալով, թեկուզ իրան փրկելու կարիք կլինի, դուք այդտեղ եք։ Ես իրականում ունենում եմ սենց իրավիճակներ, ու միակ բանը, որ անում եմ այդ ժամանակ, կարող է ուղղակի ասեմ, որ շատ եմ սիրում ու ոչ մի բան, կարող է մի քիչ ես նստեմ լացեմ իր հետ ու զարմացած նայենք իրար, բայց տենց էլ չխոսանք, կամ կարող է մի քիչ զոր
հումորով, բայց գրկեմ նաև, գրկած պաչեմ ու էլի մեկը ասեմ, որ շատ եմ սիրում ու դրանով վերջանա, այդ թվում է թե շատ կարևոր, բայց խոսակցություն, որը չի կայանում։ Մյուս բանը, որ կարաք կարդաք ու հստակ իմանաք դեռահասների մասին, այդ այնա, որ իրանք սկսում են իրանց մեծ զգալ։ Կարող է ուղղակի զգում են, կարող է իրոք մեծացել են, բայց շատ կարևոր է դա հարգել ու հաշվի նստել դրա հետ, որովհետև հիմնականում իրանց զգացողությունն է, որ իրանք արդեն մեծ են, կարան իրանց կյանքի հետ կապված ինչ-որ որոշումներ կայացնեն, կարան ինչ-որ բան վերջապես սկսեն չուզել, ինչ-որ նախկինում անում էին ու սկսեն ձեր հետ դիմադրության մեջ լինել, որտեղ մինչև այդ թվում էր, թե ամեն ինչ դուք եք որոշում իրանց համար, իրանց առօրյան, իրանց պարապմունքները, իրանց ժամանցը ու հիմա եթե հատկապես այն իրավիճակն ա եղել, որ միջև այդ ծնողները շատ են երեխաներին պարտադիր ժամանցի, չգիտեմ, ամեն ինչը ծնողն է որոշել, հիմա իրանք շատ ավելի են բախումներ եւ դիմադրություններ ունենալու ձեր նկատմամբ։ Այստեղ շատ կարևոր է ամեն դեպքում ձեր մտքում ունենաք, որ իրոք իրանք մեծացել են ու այս առաջին նշաններն է, որ իրանք սկսում են փորձարկել իրանց ինքնուրույնությունը, հասունությունը։ Ու եթե վաղը միսօր դուք ուզում եք ինքնուրույն երեխա ունենաք, ուրեմն ինչ որ չափով ստեղ պետքա մի քիչ ձեր թելադրողականությունը սկսի նվազել, սկսեք ավելի շատ հարգել, լսել իրանց կարծիքը, հետաքրքրվել, թե իրանք ինչ են մտածում, իհարկե եթե մինչև այդ չէիք անում դա։ Սովորաբար այս տարիքում են լինում առաջին հայտարարությունները այն մասին, որ իրանք գտել են իրանց կյանքի կեսին, իրանց կյանքի սիրուն եւ այլն, եւ կարող է եւ դուք ձեր արդեն շատ տարիների փորձով գիտեք, որ դա այդպես չի, չնայած որտեղից գիտեք, ամեն դեպքում եթե անգամ համոզված եք, որ դա այդպես չի, շատ կարեւոր է ու պետք է նաեւ որ դուք հարգեք, վստահեք ու հավատաք երեխու հույզերին։ Այսինքն եթե անգամ դուք հասկանում եք, որ դա այդպես չի, անպայման չի իրան ապացուցեք, որ դա այդպես չի, անպայման չի, եթե վաղը մյուսօր ինչ-որ այլ բան պարզվի, դուք հիշացնեք, որ դուք տենց էլ գիտեիք, դուք տենց էլ ասում էիք իրան, բայց ինքը ձեզ չէր հավատում։ Հա, իհարկե դուք շատ ավելի շատ եք սկսում դեռահասին լսել, սկսում եք հավատալ իրան, վստահել, ինքնուրույնության հնարավորություններն եք ավելի շատացնում, բայց միևնույնն է շատ կարևոր է, որ ինքը զգա ու իմանա, որ դուք առաջվա նման շարունակում եք պատասխանատվություն կրել իր համար, որ ինքը միևնույնն է ձեր երեխան է, այն երեխան ոնց եղել է առաջի օրվանից, ու որ ինչ էլ այս աշխարհում չլինի, դուք միշտ իր կողքին եք։